բոլորին, սիրելիներս ինչպես եք։ Այսօր մեր մոտ գարնանային շատ գեղեցիկ օր է, որ ասում եմ շատ գեղեցիկ չեք պատկերացնի, հրաշք առավոտ է, ու ես որոշեցի մի համեղ, սիրուն, փոփուկ, որ ասում եմ համեղ ու փոփուկ չեք պատկերացնի, տորտ պատրաստել ձեր համար։ Պատրաստվում է շատ արագ, բայց այն որ տեսնում ես այդ կտորը ուզում ես ուտես, այդ տորթերից է։ Ուրեմն մնացեք իմ հետ ու սկսում ենք պատրաստել։ Բաղադրիչները պատրաստել եմ, սիրելիներս, արագ-արագ ասեմ, որից որքան է անհրաժեշտ ու անցնենք առաջ։ 5 ձու ենք օգտագործելու, 210 գրամ ալյուր ենք օգտագործելու, մի փոքրիկ աղ ենք օգտագործելու, 3 ճաշի գթալ մեղր, 150 գրամ շաքարավազ, 120 գրամ կարագ, 1 թեյի գթալ սոդա, 1 ճաշի գթալ քացախ։ Այսքանը։ Հիմա պետք է սկսենք պատրաստել խմորը հարիչով։ Արագ-արագ կրակի վրա չենք եփելու, գոլորշու վրա չենք եփելու, որովհետև սա մեղրով տորտ չի։ Սա կարամելային կովիկ տորտ է։ Սիրելիներ, սկսում ենք պատրաստել։ Ձվի վրա մի փոքրիկ աղ եմ անում, մի պտղունց աղ, ավելացնում շաքարավազը և սկսում ենք հարել։ Մի փոքրիկ որ փրփրում է, բարձրանում է, կարող ենք ավելացնել կարագը։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, փափուկ, որպեսզի հարիչով կարողանաք հարել։ Ավելացնում ենք մեղրը։ Սիրելիներս, իմ մոտ մեղրը մի քիչ պինդ վիճակում է, նախապես չեմ հալեցրել, տնական մեղր է մեղրը։ Եթե արհեստական է լինի, խնդիր չկա, օգտագործեք, միևնույնն է, էլի համեղ է ստացելու, գիտեմ, որ հարցեր են լինելու մեղրի համար, այնպես որ մի քիչ դժվար է, բայց վիճակում էլ աշխատում ենք աշխատել։ Սա էլ ենք հիմա մի լավ խառնում ենք ու անցնում ենք առաջ։ Սիրելիներս, հիմա ալյուրի վրա ենք ավելացնում 1 թեյի գթալ սոդա, մի լավ խառնում ենք և ավելացնում ենք խմորին, բայց մինչև ալյուրի ավելացնելը ավելացնում ենք 1 ճաշի գթալ քացախ։ Եվ քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Այ տեսեք, ինչպիսի խմոր պետք է լինի, հիմա կողքերը հավաքեմ, սաղալրոտվել է։ Քսովի խմոր ենք ստանալու, պինդ խմոր պետք է չլինի։ Մի հատ էլ կխառնեմ ու վերջ։ Ջեռոցը նախապես միացրեք, թխելու ենք 180 աստիճանով, վերև ներքևը միացված։ Վերջ, խմորը պատրաստ է, բաժանում ենք 2 հավասար մասի, թխելու ենք 2 շերտ։ Քանի որ իմ ջեռոցի թավաները մի քիչ մեծ են, 30-40 սանտիմետր է, սիրելիներս բարակ են ստացվելու, չանհանգստանաք, եթե դուք էլ նույն չափով անեք, միևնույն է, ես կողքից կտրելու եմ 3 շերտ եմ դարձնելու։ Հիմա 2 հավասար մասի կբաժանեմ աչքաչափով ու կտարածեմ։ Շատ արագ թխվող շերտեր են, 10-15 րոպեում արագ-արագ դառնում է, այնպես որ սիրելիներս, պետք է զգույշ լինեք, որ չվառվի։ Ուրեմն, մինչև շերտերը պատրաստ լինեն, որ շատ արագ են պատրաստվում, 250 գրամ սերուցքի վրա ավելացնում եմ վանիլին, ուշադիր եղեք, որ չեմ քաղցրացնում, ոչ շաքարի փոշի եմ ավելացնելու, ոչ էլ խտացրած կաթ եմ ավելացնելու, հետո արդեն կասեմ ինչի համար, ուղղակի հարում ենք, որպեսզի պինդ կրեմ ստացվի։
Վերջ, լավ գնդացել է, արդեն կարելի է օգտագործել։ Իդեպ, պետք է դուրս բերել սառնարանից, որպեսզի լավ սառը լինի, ու ինձ մոտ սերուցքը 33%-անոց է։ Սիրելիներս, խմորները պատրաստ են։ Հիմա թողնում ենք, որպեսզի լավ հովանա, որպեսզի հավաքենք տորթը։ Բայց մինչև հովանալն ու մինչև հավաքելը, ասենք ինչ ենք անելու։ Ուրեմն, սերուցքը արդեն հարել պատրաստ է, դուք արդեն տեսել եք եւ օգտագործելու ենք մեկ տուփ, մեկ բանկա, այսպես ասած, էփած խտացած կաթ, սովորական էփած խտացած կաթ է։ Աշխատեք լավ որակի օգտագործեք, որպեսզի համեղ ստացի։ Այս դրա համար է ասում, որ սերուցքը քաղցր չեմ անում, որպեսզի տորթը շատ քաղցր չստացի, որովհետեւ շեֆերի արանքում լինելու են նաեւ խտացած կաթով այս կաթը, այսպես ասած, այնպես որ սիրելիներս ուշադիր ենք լինում։ Թողնում ենք հովանա ու անցնում ենք առաջ։ Սիրելիներս շերտերը հովացել են, հիմա, ինչպես որ միշտ եմ անում, այսպես 1/3 մասը, այնքան փափուկ է, այնքան ուրբեջ չեք պատկերացնի, կտրում ենք, որպեսզի դարձնենք 3-րդ շերտ։ Տեսեք ինչ փափուկ շերտ է, առածվական փափուկ շերտ։ Այսպես շերտ են կազմելու, կստացվի 3 շերտ։ Հիմա 1 շերտ խտացած կաթից եմ դնելու, տեսեք ինչքան նուրբ է, որ պոկվում է, պետք է զգուշությամբ քսել։ Քանի որ խտացած կաթը լավ որակի է, մի քիչ պինդ է, պետք է զգուշ քսել։ Հիմա մի շերտ անմիջապես երեսից սերուցք ենք քսելու։ Նուրբ գեղեցիկ զգուշությամբ ուղղակի տարածում ենք։ Եվ այդպես շարունակ նույն աշխատանքը կկատարենք երկրորդի հետ։ Եվ նորից սերուցք։ Վերջին շերտը։ Միշտ ես հակառակ կողմից եմ դնում, որ ավելի հարթ ու ավելի հարմար է։ Դուք էլ կարող եք այդպես անել։ Սիրելիներս, երեսի շերտը ուրիշ ձև ենք անելու, որովհետև պետք է զարդարենք։ Ուղղակի տարբեր տեղերում այսպես խտացած կաթն ենք տարածում, առանց գեղեցիկ տարածելու նկատի ունեմ, եւ մնացած սերուցքը, որ մնացել է, էլի նույն ձևով այմա ցույց կտամ ինչպես ենք անելու։ Քանի որ կովիկ է կոչվում, սպիտակ ու շագանակագույն նախշեր թող լինեն, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Այս կարամելի անուշ բույրը, էփած խտացած կաթի, ես օրինակ շատ եմ սիրում։ Մի փոքրիկ էլ կակաո ենք ցանում։ Վերջ սիրելիներս, տորթը պատրաստ է, ուղարկում ենք սառնարան անպայման, մեր մոտ օրինակ արդեն լավ տաք է, ես սառնարանում կպահեմ, գոնե 2 ժամ, ես միշտ ասեմ գոնե 2 ժամ, բայց ես շուտ եմ կտրում, տեսնենք հիմա ոնց կլինի։
Ես ինձ սիրուն է ստացել, չեք պատկերացնի, դեռ չեմ փորձել, կտրել եմ տեսանյութի մեջ, բա բույրը, համը, այս ինչ լավ է բուրում, սիրելիներս, տեսեք, որքան գեղեցիկ է, այ դուք էլ որ պատրաստեք, կհամոզվեք, որ շատ գեղեցիկ, շատ համեղ տորթ է ստացում, սիրելիներս, բապապկություն է, հրաշք է ստացել, այ դուք էլ կպատրաստեք, կհամոզվեք։ Դե ինձ սիրելիներս, ես հիմա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, անպայման կպատրաստեք, նկարները կուղարկեք, կսրճեք, կթեյեք, ինձ էլ կհիշեք, հաջողություն բոլորին։ Հրաշք է։